Թուրքիայի ճնշմամբ Լիտվայի կենտրոնական պետական արխիվը հայոց ցեղասպանության մասին ապրիլ 24-յան գրառումը հեռացրել է Facebook-ից ու պաշտոնական կայքից։ Թուրքական կողմը կարծիք էր փոխանցել, հրապարակումը քաղաքական բովանդակություն ունի։ Լիտվայի գլխավոր արխիվագետը կենտրոնական արխիվի ղեկավարը մեծ հետ զրույցում չհերքեց, ցեղասպանությանը վերաբերող հրապարակումը իսկապես հեռացվել է իրենց էջից։ Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչները կապ են հաստատել գլխավոր արխիվավարի գրասենյակի հետ եւ հայտնել իրենց տեսակետը գրառման վերաբերյալ։ Նույնիսկ այդ քննարկումից առաջ կենտրոնական պետական արխիվը գրառումը հեռացնելու վերաբերյալ իր ներքին որոշում ներկայացրել։ Մենք մի քանի անգամ զանգահարեցինք Հայաստանում Լիտվայի դեսպանություն հասկանալու համար, թե արդյոք նրանք տեղեկացված են Լիտվայի կենտրոնական պետական արխիվի նման որոշման վերաբերյալ։ Մեր զանգերը անպատասխան մնացին։ Մենք մոտեցանք Հայաստանում Լիտվայի դեսպանատուն, սակայն այստեղ որևէ մեկը չգտնվեց, որ կկարողանար պատասխանել մեր հարցերին։ Մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հրապարակման հեռացումը լիտվական լրատվամիջոցների քննադատությանն է արժանացել։ Մամուլը գրում է, որ արխիվի այս որոշմանը ոչ միայն Թուրքիայի դեսպանատունն է մասնակից եղել, այլև Լիտվայի արտգործնախարարությունը, ճնշման տեսքով։ Այս մասին տեղի լրատվամիջոցներին պատմել է նաև արխիվի փաստաթղթերի բաժնի ղեկավարը, նշելով, որ պաշտոնական զանգ է ստացել արտգործնախարարության ներկայացուցիչներից։ Արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել այն մասին, թե արխիվի կողմից սոցիալական ցանցում հրապարակված գրառումը կվնասի Լիտվայի և Թուրքիայի երկարաժամկետ հարաբերությունները։ Թուրքիայի դեսպանության պահանջը միայն բավարար չէր այդ որոշումը կայացնելու համար, եւ զարմանալի չէ, որ արտգործնախարարության կողմից եւս ճնշում եղել է, կարծում է արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Թուրքիան եղել եւ մնում է Եվրոպական միության համար իրենց գլոբալ քաղաքականության առաջատարը, իրենք ամենատարբեր ներկայացուցիչների մակարդակով հայտնել են, որ անգամ Հայաստանի պարագայում իրենք Թուրքիային դիտարկում են որպես ռեգիոնալ վերահսկիչ եւ իրենց քաղաքականության օպերատոր, եւ այս պարագայում թուրքական պահանջներին տուրք տալը զարմանալի չէ։ Փորձագետների պնդմամբ Անկարան ու Վիլնյուսը ներկայումս ռազմավարական լուրջ հարաբերություններ չունեն։ Ավելին, Լիտվայի Սեյմասը 2015-ին ընդունել է հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Այս գործում մեծ ներդրում ունի նաև Հայ դատի գրասենյակը։ Գրասենյակում մտահոգիչ են համարում, որ Լիտվայի պետական կառույցներից մեկը նման որոշում է կայացնում, մինչդեռ երկրում Հայաստանի դեսպանությունը որևէ կերպ չի արձագանքում։ Այն արդյունքը, որին մենք հասել ենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում, չի սպասարկվել ըստ էության։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության կողմից, տեղում դեսպանատների կողմից եւ նման գործողությունները նաեւ դրա արդյունքն է, որովհետեւ տեղի հայկական դեսպանատունը վստահաբար ուներ բոլոր գործիքակազմերը, թվում Լիտվայի Սեյմասի 2015 թվականի որոշումը սա կանխելու կամ վերականգնելու համար, ինչը չի անել փաստորեն։ Սա վատ նախադեպի սկիզբ կարող է լինել, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի ներկա վարչակարգը հրաժարվել է ցեղասպանության ճանաչման օրակարգից, պնդում է Ղուկասյանը։ Ապրիլի 25-ին էլ Ադրբեջանն էր Նյու Յորքի քաղաքապետին քննադատել հայոց ցեղասպանությանը վերաբերող հրապարակման համար եւ պահանջել հեռացնել գրառումը։ Մինչ Թուրքիան ջանքեր է ներդնում հայոց ցեղասպանության էջը պատմությունից ջնջելու, ոչ Հայաստանում Լիտվայի դեսպանատանը, ոչ արտգործնախարարությունում տեղյակ չէին կատարվածից։ Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունը որևէ կերպ չմեկնաբանեց, գրավոր հարցում պահանջեցին։ Սեդակ Յուրեղյան, Էրիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։